լսվեցին պահանջները կառավարությունից, արդյոք կառավարությունը կլսի այսօր Արցախի ժողովրդի ձայնը, մինիմալ պահանջները կկատարվեն։ Անկեղծ ասած, Հայաստանյան իշխանությունը ոչ միայն այս, այլ մնացած հարցերում առաջնորդում է մեկ սկզբունքով։ Երբ որ տեսնում է խնդիր կա, այդ խնդիրը կապված է իշխանության հետ, իշխանության պահպանման կամ նախընտրական տրամաբանության շրջանակներում կամպությունները հնարավորինս հանցություն իրականացնելու համատեքստում։ Այլ պարագայում այս իշխանությունը որևէ առաջնորդություն չունի, արկած խնդիրը լուծելու կամ որևէ հրատապ հարցի ուշադրություն դարձնող տեսակից կլինի արցախցիների վերաբերող հատված, կամ կլինի հանրային կարևորություն ներկայացնող այլ հարցեր։ Ես անկեղծ ասած չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունը նույնիսկ նվազագույն չափով գնալու է որևէ փոխզիջման, որովհետև իրենց հռչակած առաջնահերթությունը դա արցախցին հնարավորինս շուտ արտագաղթի ճանապարհի մղելն է, եւ դա անում են, եւ դա երևում է նրանց բոլոր ծնագրերից։ Հատկապես արցախցիների բնականային հարցերից, որովհետև առաջին հայացքից թվում է, թե կա ծրագիր, որը պետք է կամ հնարավորություն է արցախցիներին բնականային խնդիր լուծելու, բայց երբ որ մանրամասն ուսումնասիրում ես եւ հատկապես այն հայտերը, որոնք արդեն 1 տարի լրանում է ծրագիրը սկսել է, տեսնում ես, թե քանի մարդ կա, որը կարողացել է օգտվել, ապա դա պարզ է դառնում, որ իրականության մեջ դա եղել է փուչիկ, արտաքուստ հնարավորություն այս մարդկանց համար իրենց համար նվազագույն խնդիրները լուծելու սոցիալականից մինչև բնականային հարցեր, բայց իրականության մեջ դրանք բոլորը դատարկ են եւ դրա հետևանքային է, որ մարդիկ հրապարակներում են պահանջում իրենց վերականգնում, իրենց իրավունքները վերականգնում։ Դեռ չեմ խոսում այն մասին, այս մարդիկ բոլոր հնարավոր ակցիաների ժամանակ առաջ են մղում արցախցիների Արցախ հավաքական վերադարձի խնդիրը, բայց Հայաստանի իշխանությունը առաջին դեմքի արտաքին գործերի նախարարի մակարդակով հստակ հնչեցրել է, որ Արցախի հարցը իրենց համար փակված է եւ բնականաբար որևէ ուղղությամբ, որևէ աշխատանք չի տրվում։ Այն մարդիկ, ովքեր հրապարակային ձևով հնչեցնում են, որ Արցախի հարցը իրենց համար գոյություն չունի, բնականաբար կարծել, որ կարող են սրանք որևէ ձևով արցախցիների իրավունքների պաշտպանության կամ վերականգնման հարցում որևէ բան անել, բնականաբար տրամաբանական չի։ Պարոն Աբրահամյան, նայեք, բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ղարաբաղյան շարժումը մոռանալու մասին, ասում է պետք չի վերադառնալ այդ կետին, ասում է նաև տարբեր առիթներով, որ այս հարցը Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ հակադրվում է։ Ճշմարտություն կա իր ասածի մեջ, թե ուղղակի անկարողությունից ստիպված այդպիսի հայտարարություններ արում կամ այլ ծրագրեր կան քաղաքական։ Եթե վաղը Հայաստանի իշխանությունը հանձնի Հայաստանի Հանրապետության որևէ մարզ, նույնը ասելու է դրա դեպքում։ Այսինքն այս իշխանությունը խնդիր ունի արդարացնել իր տապալումները, արդարացնել Հայաստանի կամ Արցախի տարբեր հատվածների հանձնումը եւ բնականաբար այդ ճանապարհին փորձելու է դրա համար ճակերտավոր հիմնավորումներ մտածել։ Եվ Հայաստանի իշխանությունը այդ հայտարարությունը դրա ներքո է։ Իսկ ինչ վերաբերում է Արցախյան շարժմանը, ապա Արցախյան շարժումն է բերել Հայաստանի անկախությանը, դա է բերել մեր ժողովրդի զարթոնքին եւ վերածննդին, դա է բերել Հայաստանի զինված ուժերի կազմավորմանը։ Ես խոսում եմ մեր պետության համար կարևոր հերոսների մասին, որոնք այս իշխանությունը 5-6 տարվա ընթացքում ոչնչացրել է։ Եվ հիմա այս իշխանությունը չունի այլ բան, արդարացնելու իր գործողությունները։ Եվ այդ հայտարարությունը պետք է դիտարկել այդ կոնտեքստի ներքո։ Շնորհակալություն։